սիրելի խոյեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, դուք հայտնվել եք նախավերջին տեղում, դա ասում են մասին, որ առանձնապես խոյերը այդքան էլ հետաքրքրված չեն, վերջին տեղում ձկներն են, ընդհանրապես իրենց չի հետաքրքիր չի, եւ այդպես դուք կամ վերջում կամ նախավերջում եք լինում, չեք կարողանում հաղթահարել եւ առաջ շարժվել, եւ ես ձեզ այդպես հակերճ կներկայացնեմ այս ամսվա համար կանխատեսումը, որպեսզի հասկանանք ինչ փոփոխություններ են լինում եւ ինչ ունենք մենք մայիսին նորալուսին լիալուսին արևը կփոխի իր նշանը, Մերկուրին երկու անգամ կհասցնի փոխել իր նշանը եւ Պլուտոնը կդառնա հետ ընթաց Սատուրնը կմտնի ձեր նշան, սիրելի խոյերը, սկսենք մենք Պլուտոնից, որը լինելու է մայիսի 4-ին դառնալու է հետ ընթաց եւ որպես հեռավոր մոլորակ, որոնք 6 ամիս գրեթե լինում են հետ ընթաց, ինքը մինչեւ հոկտեմբերի 14-ը այդտեղ է լինելու ջրհոսի նշանում լինելու հետ ընթաց եւ այստեղ հավանաբար դուք կվերանայեք ձեր միջավայրը, այդպես միգուցե փոխելու ցանկություն կարող է լինել կամ ինչ-որ on-line դասեր դասավանդել կամ դասեր վերցնել, բայց իհարկե այդ ամենը նաեւ պայմանավորված է կախված է ֆինանսներից կամ ֆինանսերով է պայմանավորված, ես կարող եմ հետեւյալ խորհուրդը տալ խոյերին, որ պարկ չվերցնել եւ չտալ մինչեւ տարվա վերջ, բանկերի հետ էլ խոսապում եք ինչ-որ վարկ վերցնել եւ այլն այս ժամանակահատվածում հարմար չէ։ 10-ին Մերկուրին դուրս կգա ձեր նշանից եւ կմտնի ցոլի նշան, ուրեմն մայիսի 10-ից մինչև մայիսի 25-ը ինքը լինելու է ցոլի նշանում, ձեր ֆինանսներն են ու այստեղ ինքը կփորձի ինչ-որ կարգավորել այդպես ֆինանսական հարցերը, որովհետև ձեզ մոտ եւ ֆինանսներ կան եւ ասենցիով խոյերը մասով եւ գալիս են մեծ գումարներ եւ դուք այդ մեծ գումարները այդպես տանում եք ձեզանից ծախսում է եւ այստեղ աշխատանքի փոփոխություն եւս կարող է լինել, այնպես որ Մերկուրին կմտնի այդտեղ եւ կփորձի որոշակի հարցեր, այսինքն օգտվեք, երբ ինքը այդտեղ է, փորձեք որոշակի հարցեր կարգավորել մասնավորապես եթե դուք ձեր անձնական քարտեզում ուրեմն լավ էներգիան եք կուտակված, այդ օրերին կարող եք իրականացնել։ Այնուհետև 12-ին տեղի կունենա լիալուսինը, կարիճի նշանում ձեր ֆինանսներն են։ Հայաստանի ժամանակով 20-ից 55 րոպե 46 վայրկյան, արևի լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ ձեր ֆինանսների առանցքն է սա եւ որքան գումար եք ծախսել, ինչ ա կարել, որքան գումար եք ստացել, ու շատ հարաբերական յուրաքանչյուրի համար այստեղ ձեզ համար պարզ կլինի կամ որքան եք ծախսելու դեռևս այս տարբերակը եւս կարող է խաղարկվել անցնենք առաջ եւ նշեմ ուղղակի, որ մայիսի կեսերին նորից ֆինանսների հետ լինում եք զգուշ, պարտք չենք տալիս, չենք վերցնում, ընդհանրապես ուշադիր եղեք ձեր ֆինանսական հարցերում, այսպես կարճ կոնկրետ ասեմ, որովհետև թե ուրեմն մայիսի կեսերին եւ թե մայիսի վերջին այստեղ կան լարվածություն, այնպես որ պետք է լինեք զգուշ, որպեսզի մեծ գումար չկորցնեք կամ վարկ վերցնեք կամ ինչ-որ գումար պարտքով տան կորցնեք եւ այլն ու խնդրի առաջ կանգնեք։ Ահա, ուրեմն 25-ին 20-ին արևը կմտնի երկվորյակի նշան, դա ձեր երրորդ տունն է, 25-ին մայիսի մինչև սեպտեմբերի 1-ը Սատուրնը կմտնի ձեր նշան, ինքը առանձնապես այդպես ոգևորված չի, որ մտնում է ձեր նշան, այստեղ ամեն ինչ կարծես թե խառնվում է իրար, բայց դուք ձեր մաշկի վրա կզգաք որոշակի դժվարություններ, գիտեք, նայած ով ինչ տարիքում է գտնվում, դժվարությունները այսինքն երբ մեծ տարիքում եք դա դժվարություն կարող է թվալ, երբ ավելի երիտասարդ ես դա ինչ որ առումով կարող ես հաղթահարել, բոլոր դեպքերում այստեղ նրանք ովքեր հատկապես ուսման մեջ են դեռևս այդ տարիքում են, իրենք նոր գիտելիքներ կփորձեն ձեռք բերել, ուսումնական ինչ որ հաստատություն եւ այլն, ու անորոշ է իրենց մոտ վիճակը, թե ուր գնալ սովորելու, արտերկիր գնալ, մնալ Հայաստանում,
կամ եթե գնում ենք արտերկիր, ինչպես է լինելու մնացած հարցերը, այդպես անորոշությունը ուղեկցում է իրենց, իսկ ասենք ավելի բարձր տարիքում արդեն ուրիշ հարցեր են դառնում արդիական, բոլոր դեպքերում իրենց մոտ անորոշություն կա, ինչպես անել, հետագայում ինչ է լինելու եւ այլն, այսպիսի իրավիճակ է վերելու, գիտեք, մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը ասեցի, դուք ուղղակի ուշադրություն դարձրեք այդ ժամանակահատվածում ձեր մոտ ինչ փոփոխություններ են լինելու, որովհետեւ դրանք նորից կրկնվելու են, եթե դուք հիմա հետամուտ չլինեք, լուծում չտաք։ 26-ին Մերկուրին դուրս կգա ցոլի նշանից եւ կտեղավորվի երկորյակի նշանում, իր տունը, իր նշանը, տուն ու տեղը, եւ այստեղ բնականաբար ինքը նորից ինչ որ հավանաբար հարազատներով, ընկերներով խոսակցությունը, հանդիպումները ավելի այդպես ինտենսիվ կդառնան եւ ուսման թեման եւս ես նկատում եմ ավելի երիտասարդ տարիքի համար այստեղ ուսման թեման եւս կա այնուհետև 27-ին թերևս կավարտեն 27-ով, երբ տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 7:02 րոպե 11 վայրկյան, արևելյան լուսինը կմիանան 7 աստիճանում եւ այն տեղի կունենա երկորյակի նշանում։ Հնարավոր է այստեղ նոր ընկերներ, նոր միջավայր, նոր շրջապատ, նոր գիտելիքներ ձեռք բերել, այսպիսի տրամադրություններ կլինեն, ամեն դեպքում արտերկիր, գիտեք, արտերկրի հետ կապված ձեր գիտելիքը սովորել եւ այլն, այդ թեման բավականին ակտիվ է շատ խոյերի մոտ կամ այստեղ հարազատների հետ հարաբերությունները, շփումները հնարավոր է որ նաեւ այստեղ մեծ լինի այսքանը սիրելի խոյեր ձեր նշանի համար այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ